որոշել եմ, որ ես պետք է իրավաբանական ընդունվեմ։ Ու ժամանակ նայում էի կասետներով թե դիսկերով չեմ հիշում Կարփ Խաչվանյանի ներկայացումները ու այդ ժամանակվանից ես որոշել եմ, որ ես պիտի մեծանամ դերասանուհի դառնամ։ Անընդհատ դեմ էին կանգնում, բայց ասեցի ստոպ։ Տենց հասավ այն ամենավերջին կետը, որ ես ասեցի ես չեմ գնում պարապելու ուրիշ համալսարանի համար, ես գնում թատերական։ Դեպքեր եղել են, որ արտակնից հետ կապված կոմպլեքսավորվեմ, հիմնականում քթիս հետ կապված, որովհետև ինձ միշտ թվացել է քիթս այդքան էլ էսթետիկ չի նայվում կադրում, ու վստահ եմ իրականում, որ թեկուզ առաջարկների կամ մասնագիտական առումով շատ ավելի լավ կլինի այդպես։ Ես պետք է դու տենց նորմալ քիթ ունես, ինչի ես գնում այդ ամեն ինչի մեջ։ Ու անդադ համոզում են էլի, պետք չի, բայց չէ, եթե ես որոշել եմ, հաստատ որոշել եմ։ Ամենամոտ, ամենահարազատ մարդը իմ կյանքում իմ քույրն է։ Վստահելու, կիսվելու, կարծիքի, չգիտեմ, խորհրդի հետ կապված միշտ իրեն եմ դիմում, միշտ։ Դրական եմ դրամադրված ամբողջովին, իր կարծիքն է ու եթե նույնիսկ որոշակի փոփոխություններ անի, ապա դա մենակ կդրթի նրան, որ իր ինքնագնահատականը կբարձրանա։ Իրականում բավական կոմպլեքսներ ունեմ, ոչ թե առանձին, այլ ինքս իմ անձի հետ կապված։ Ըստիս իր արտաքնային փոփոխությունները չեն անդրադառնա իր կարիերայի վրա, այլ ավելի շատ իր անձնական ներքին զգացողության վրա շատ մեծ անդրադարձ կունենան, իսկ կարիերան երկու ճանապարհով էլ ինձ թվում է ստացված կլինի։ Արդեն փոփոխված մանեին հորդորում եմ, որ իրան առաջնային գնահատի ու շատ սիրի ու անի այն, ինչ ուզում է։